Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Գորանբոյի շրջանում Կոնստրալաբ Ինդաստրիալ շինությունների արտադրության ձեռնարկության բացմանը։ Գորանբոյի շրջանի Ղազախ-Բուլաղ գյուղում ստեղծված ձեռնարկությունը կարտադրի գիպսաստվարաթուղթ, գրունտ եւ երեսպատման գիպսային արտադրանք։ Ձեռնարկությունը տարեկան կարտադրի 10 միլիոն քառակուսի մետր գիպսաստվարաթուղթ եւ 150,000 տոննա չոր գիպսային խառնուրդ։ Ժամանակակից սարքավորումներով հագեցած ձեռնարկությունը մտադիր է իր արտադրանքը վաճառել տեղական շուկայում, ինչպես նաեւ արտահանել մի շարք երկրներ։ Այստեղ մշտական աշխատատեղերով կապահովի 200 մարդ։ Ապագա զարգացման ռազմավարության շրջանակներում ընկերությունը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը եւ կազմակերպել մետաղական պրոֆիլների արտադրությունը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը հանդիպել է իր ինդոնեզացի գործընկեր Սուգյոնոյի հետ։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրապարակման մեջ։ Կողմերը հանդիպել են Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի շրջանակներում։ Նախարարները մտահոգություն են հայտնել Իսրայելի եւ Իրանի միջև լարվածության սրման վերաբերյալ։ Ինդոնեզիական կողմը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին Իրանից իր քաղաքացիների տարհանման գործում ցուցաբերած օգնության համար։ Ընդգծվել է Ադրբեջանի եւ Ինդոնեզիայի միջև մի շարք ոլորտներում, մասնավորապես տնտեսության, տրանսպորտի եւ զբոսաշրջության ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդման կարեւորությունը։ Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից ընդունված Հայաստանի տարածքից բռնի կերպով եւ սիստեմատիկաբար արտաքսված ադրբեջանցիների վերադարձի մասին բանաձևն արտացոլում է պատմական փաստերը եւ հիմնված է միջազգային իրավունքի եւ արդարության սկզբունքների վրա, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջզադեն, մեկնաբանելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունը։ Չնայած Հայաստանի պնդումներին, հայաստանաբնակ ադրբեջանցիների արտաքսումը կամավոր չէր, այլ ուղեկցվում էր բռնություններով, ահաբեկմամբ եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, նշել է Հաջզադեն։ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև ասել է, որ Հայաստանի կողմից փաստաթղթերի բովանդակության նենգափոխման փորձերը եւ պատմական իրադարձությունների կեղծումը խաղաղության գործընթացը խաթարելու Երևանի ձգտման եւս մեկ օրինակ են։ Ադրբեջանը խստորեն դատապարտում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցում զետեղված հայտարարության մեջ։ Մենք խստորեն դատապարտում ենք Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցու վրա տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակումը։ Մեր խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին եւ այս անիմաստ բռնության ակտից տուժած բոլոր անձանց։ Մենք համերաշխություն ենք հայտնում Սիրիայի կառավարությանը եւ ժողովրդին, կոչ անելով միասնության ծայրահեղականության դեմ պայքարում, ասվում է հայտարարության մեջ։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է պետական անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության մեջ մեղադրվող Բահրուզ Մամեդովի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը։ Բահրուզ Մամեդովը ձերբակալվել է պետական անվտանգության ծառայության կողմից 2024 թվականի օգոստոսին իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։ Դատավոր Էլնուր Նուրիևի նախագահությամբ կայացած վերջնական դատավարության ժամանակ Բահրուզ Մամեդովը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Բաքվի ռազմական դատարանում դատավարության ժամանակ մեղադրյալ Արայիկ Հարությունյանը պատասխանել է մեղադրողի հարցերին ինքնահռչակ կազմավորման բանկային համակարգի վերաբերյալ, որը գործել է Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում։ Ինչպես հաղորդում է Ազերթաջը, Հարությունյանը հայտնել է, որ ժամանակին աշխատել է այդ բանկերի մասնաճյուղերում։ Նրա խոսքով անջատողական ռեժիմի գլխավոր բանկը Արցախ բանկը
գրանցվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։ Բանկի գրանցման վայրը Երևանն էր, իսկ գլխավոր մասնաճյուղը գործում էր Խանքենդիում։ Բանկի մասնաճյուղերը գործել են նաև Ադրբեջանի նախկինում օկուպացված տարածքների այլ կենտրոնական շրջաններում։ Այս բանկը որևէ առավելություն կամ արտոնություն չուներ հայկական մյուս բանկերի համեմատ, հավելել է Արայիկ Հարությունյանը։ Բացի այդ, Ադրբեջանի նախկինում օկուպացված տարածքներում գործել են նաև այլ հայկական բանկերի մասնաճյուղեր։ Հարությունյանը նշել է, որ այդ մասնաճյուղերը վնասով էին աշխատում։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@arm.mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@arm.mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։